ուրեմն ինչ ասում, Ալիևը, Կիրիենկոն եւ Քոչարյան Ռոբերտը միջանցք են ասում, մեկը մի ձևով, մեկը մյուս ձևով, բայց միջանցք է։ Սպանես Թրամփի ուղի չեն ասի։ Ահա ձեզ որտեղից է շնչում, որտեղից է քամին գալիս։ Ես ասեմ, որ այստեղ ինձ համար անձամբ ոչ մի նորություն չկա։ Ձեզ համար էլ չի լինի, եթե առաջին հանրապետության կենսագրությունը կարդաք, Հայաստանի քայքայման գործընթացը Բաքվից էր կառավարվում եւ Հայաստանի կոմկուսը ղեկավարվել է երկար ժամանակ Բաքվից։ Վեպեշանել, գիտեք, Վարշավագույն դպրոցը եւ այլն եղել է Բաքվում տասնյակ տարիներ։ Այնպես որ այստեղ ոչինչ չկա եւ դաշինքն է։ Տարօրինակը որ հայերն են գնում այդ գործընթացին եւ գործին։ Այնպես որ այնպես կարծեմ ես այնտեղ մարդիկ չարչարվում էին վերանից այդ բանը հանել, ատամը, այսինքն այդ միջանցք բառը գցել չառնեց, որովհետև Կիրիենկոն կսպանի, որովհետև Ռուսաստանը պետք է միջանցք ասի, որովհետև այդ միջանցքը այսպես կոչված Ռուսաստան, Ադրբեջան խոսույթի մեջ է։ Օրինակ կան տեսակետ, որ Ալիևը եթե ենթադրել ենք, այդպես իհարկե այդպես չի լինելու, եթե մեղրին վերցնել, այդ բոլորի վերահսկողություն պետք է Ռուսաստանին տար, բայց ինչի էին իրար այդ ախպերություն անում Հայաստանի դեմ, հիմա Ալիևը այդ ոչ թափը ունի Ռուսաստանի հետ է շունու կատու, իրենք գիտե, ոչ միջազգային իրադրությունն է այնպիսին եւ ոչ էլ ի դժբախտություն Քոչարյանների եւ մնացածների Լևոն Տեր-Պետրոսյանների Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ օրորի լավանում է, այնպես որ այստեղ ուրեմն հաշիվ եք տալու ուրիշին եւ ուրիշ խորհրդանից հետո ուրիշ ուժերի եք հաշիվ տալու, այնպես չի որ այդպես է լինելու, ինչ եմ ուզում ասել, բոլոր դեպքերում այսպես, բայց տեսեք իմ սկզբից ասած է, ինչ ստացվեց, որ մենք ամբողջ տարին զբաղված ենք Մոսկվայում ձևավորված օրակարգը սպասարկելով, մենք ստիպված ենք հակադրվել, բացադրել ժողովրդին, չէ, եւ մնացածները իրենք էլ այդ անում են այն գործը, որպեսզի բանի Կիրիենկոյի աչքի չընկնեն, Գյումրիում էլ է դրա հետ կապված այս Վարդան Ղուկասյանի գործը գնաց, որ Գյումրիի ընտրություն օրինակ վերեց, բարձ է ինչի համար, որտեղ իրենք գողապետությունն են, իրենք գողապետության ուրեմն բազայի վրա կարող են հաջողություն ունենալ, բայց ես ասեմ նաև իմ մետերի ընկերների համար նայեցեք շատ է տարածված Գյումրիի մոդելը համապետական ընտրության ժամանակ բացարձակ չի աշխատել, նկատի ունեցեք, ելք այդ օրինակը բերեք, բացարձակ, ուրիշ բան է մենակ այստեղ, եթե մենակ ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը իրենց դերի մեջ մնան, այս իրավաբան համակարգը իր գործի մեջ է, ինձ էլ ես չեմ չբերեք, որ գիտեք Գյումրի կարող է լինել, չի լինելու Ես ենթադրում եմ, որ մինչև Գյումրին էլ վերջը մեր իրավապահ համակարգը, ես դա Վարդանիկի վարքագծից եմ զգում, քրեական պատասխանատվության ենթարկված բդիլներ, Կողոպուտի, Թալանի եւ այլնի համար։ Բայց Վարդան Ղուկասյանն ասում է Նիկոլ Փաշինյանի իր անձի հանդեպ արդեն ֆիզիկական բռնություն է։ Ֆիզիկա վերջը իր անձով է, որ ուղղակի քրեական գործ է պետք է անել։ Քաղաքական ու հանրային դաշտից պետք է դուրս շպրտել, պարոն Շիրինյան։ Իրենք իրավունք ունեն գողանալու, այս բոլորը այդ գողացողներն են, գանձագողերն են, նույնիսկ Հարցնել են որ խոսում են նույնիսկ ձայների գողությունից, եթե այդպես լինի հեղափոխություն կլինի։ Չեն ամաչում, որտեվ ասեմ, Դեմիրճյանի շրջանի ապերոն, այդ կերպար կար, հիշում եք, ծիծակով, կոշիկ, կարմիր շալվար, ուրեմն սև կոստյում, գերեզմանոցներում, այս տեսակը իշխանություն դառավ ժամանակին եւ գողապետության հիմքը կազմեց։ Սրանց համար երբ արժանապատվություն եւ որ ասում են նախագահը, ասենք օրինակ եթե Սինգապուրում լիներ հաստատ կլներ նախագահին վարչապետին մեղադրեին սալյարկի գողության մեջ նա հաստատ ջուրը կանգներ սալյարկի մեջ կանգներ կխեղդվեր, բայց սա շքախմբով գալիս է դատի։ Դատախազները շքախմբերով գալիս են դատարաններ, այսինքն իրենց սեփականությունն են, իրենց այդ են չեն հասկանում, որ հիմքը քանի որ խախուտ է, ենթադրենք Հայաստանում առաջացավ մի նոր իշխանություն, ազգային ժողովը կարող է օրենք ընդունել եւ անօրինականների ոչ թե քրեական հետապնդում զրոյացնի, այ բիզնեսի ճամփեն բացի,
Ամեն ինչ կարող է լինել, որովհետև մենք այդպիսի շրջան ենք ապրում, ուզում եմ ասեմ, որ ահա 3 մարդ, որ անպայման ուզում են մի շանս Կիրիենկոն Բարզեշեֆի համար եւ ուրեմն Ալիևն ու Քոչարյան Ռոբերտ իրենց շեֆի համար, որ Կիրիենկոն է։ Բայց դե, այսպես ասեմ, էլի, ես կուզենայի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ իրենց համար եմ ասում, դեմ չգնային, էլի, որտեվ Ամերիկան ես քաղաքամշակույթը լավ գիտեմ, ամենից իրենցից շատ լավ գիտեմ եւ շատ-շատերից լավ գիտեմ, այդպես համբերատար կգնաք, բայց կմտնեք մալադիլկի տակ կգցեն մի օր օրենքի մասին է խոսքը եւ հիշեք մի ժամանակին չարեցին աշխարհից հանցագործներին հավաքում տանում են Կուբա Գուանտանամոյի բանտն էին դնում, որտեղից վերադարձ չկար, կամ էր վերադարձ կար, սերը փոխած։ Սերը փոխում էին, էլի։ Ուզում եմ ասել սրանք, բայց հիմա ասենք աշխարհաքաղաքական ենթատեքստի։ Տեսեք, վարչապետ Իշխանչյան եկավ ամեն օր ասում էր չկա, այսինքն հակառուսականություն չկա, աշխարհաքաղաքական որ ասում են, ռուսականություն է հասկացվում, հավատարմությունը ստրկական տիրոջ հանդեպ, էս է։ Միլիոն անգամ բացատրվեց, որ չկա, բայց ուրեմն այստեղ հավատացին թե չէ իրենց գործն է, բայց դա օբյեկտիվ գործընթաց է, դա ոչ վարչապետի կամքից է կախված, ոչ ուրեմն նույնիսկ Պուտինի զորքերի հզորությունից չի կողմում։ Հենց աշխարհաքաղաքական գործընթացներն են ուրեմն Պուտինի դիվիզիաները դարձրին փոշի, միլիոն մարդ է զոհվել, միլիոն, այդ մի տոկոս հողերը գրավելու եւ այլնի համար եւ բենզինի սով է առաջացել, ասեցի մնացած է։ Մի օր ես ենթադրում եմ Չինաստանը կարող է փորձի համար, կատակի համար Ռուսաստանը մի ամիս բենզին չտա, Պուտինի ռեժիմով կգնա անդունդ։ Ես կուզենայի սրանց այդ տաները, տխետները գնա, սրանք գնան Սիկլիվկար իրենց գուբերնիան ընտեղ ստեղծեին, առոք ապրեին, այն հայեր, ովքեր որ կատաղի թշնամի են Հայաստանի պետական չեն, թող գնան մարդեն իրենց համար Սիկլիվկարում ապրեն, ոչ մեկին չեն խանգարում, մորդովացիները իհարկե եթե լեզու գտնեն, բայց հիմա հարցը ինչի մեջ է, այս քաղաքական զարգացման տենդենսները պիտի հասկանան եւ այդ փոփոխությունները ի վնաս Ռուսաստանի են, Ռուսաստանը չունի տեխնոլոգիա, չունի զարգացում, ոնց բացատրես, որ հավատալ։ Ռեսուրսներն են ավարտվել։ Ռեսուրսները դե ասեցի, աշխարհի ամենահարուստ նավթով երկիրը բենզին չունի։ Բենզին գիտեք որտեղ է, հեռավոր արևելքում է հերթերը, Վլադիվոստոկում հերթեր են, ուր մնաց բաներին, ընդ որում մեր իշխանությունն եմ ասել, որ այդ ծորենի ներկրումներ, բաներ, որ ունենք եւ այլն, ինչ որ ներկրում եք, մտածեք, Ռուսաստանի բերքը շատ վատ է եղել, այս տարի ծորենի բերքը շատ վատ է եղել։ Բենզինը կարող է ավելի պրոբլեմ դառնալ եւ ան դիվերսիֆիկացրեք շատ արագ, այսինքն դա մեր ախորժակին չի սպասում եւ այս բաները պետք է արվի եւ նաեւ գործարարներին արագ վերակողմնորոշվեք։ Չեք, մնացածը մեր պրոբլեմն է։ Այստեղ է որ այս այդ խնդիրը հիմնականում մնում է աշխարհաքաղաքական, դե Ռուսաստանը գիտեք ինչ սովորություն ունի։ Ես երկու անգամ գնացել եմ Հայաստանից, նա սիրում է երբ Հայաստանից գնում է իր հետևից հայության արյունը թողել որպես բարեկամի էլի կարող ես անգամ էլ այդպես չի լինելու բնականաբար քանի որ մենք մեր պետականություն ստեղծել ենք բայց իրավաբան համակարգի մտ ասել ավելի ակտիվ աշխատեք օրենքը կիրառեք մինչև վերջ վարդանիկների վրա առաջին հերթին ոչ թե սլակավարների եւ սրանց հանդեպ եւ այլն այնպես որ ես չունեմ վախ իրենք իշխանություն այդ բացառված է վերադառնան ուրիշ հարց կա այն նոր խորհրդան ինչպես կձևավորվի ասում երկու ուժ կա չէ որ կարող է մտնել ու 2, 3, 4 չգիտեմ հանկարծ եթե բազմակուսակցական չառաջանա խոսքը ես ռուսական սեգմենտի մասին չեմ ասում սրանք դերակատար չեն լինելու ու 10 սատեր պետք է ղժան ինչ որ անում են չկան այն նոր խորհրդարանը պիտի լինի բազմակուսակցական որպեսզի հասարակության տարբեր շերտեր ընդգրկվեն աշխարհում մեկ հայության շահերի սպասարկման համար, որպես մենք ունենանք պարլամենտարիզմ, այլապես կունենանք մենիշխանություն, որը կլինի շատ աղետաբար եւ վնասակար։ Առաջին հերթին դա կլինի վնասակար հենց ԿՊ-ի համար։ Առաջի տեղը պահում են, բայց մնացածը պետք է
նոր ուժեր են Նոր պետք, ուժեր են։ թարմություն են պետք։ Գագիկ Ծառուկյանն է հայտարարում։ Եվ այո, ռուսական սեգմենտին էլ չպիտի Սամվել թողնել։ Բաբայանն է միանում Արթուր Վանեցյանի հետ։ Դե դրանք արդեն ես ինչ ասեմ, չեմ ուզում անձնական, որտեղ մարդիկ անձնական են ընդունում, չեմ ուզում ես պարզապես անձնական ասեմ, դեպքեր են։ այսպես անենք, կրակված փամփուշտների մասին չխոսենք, իմ համար չկան, օրինակ ռուսական, չեկիստական, ղարաբաղյան կլանի, այդ սեգմենտ իմ համար գոյություն չունի, որպես քաղաքական ուժ, թե չէ, որպես հայրենագից եւ այլն բոլոր դեպքերում բարձեւորում։ Այսինքն այդ դրանք ձեզ չի մտահոգում, չի անհանգստացնում։ Ուզում եմ ասեմ, չկա, իհարկե չկա։ Հայաստանը լինելու է նոր, մենք լինելու ենք հաստատ Քոչարյան Ռոբերտին համասում։ Քրիստոնյա ժողովրդավարական գուսակցություն լինելու է խորհրդարանում, աչքերդ էլ հանելու է, եթե համառորեն ձեր սոցիոլոգներին, օգտագործվող սոցիոլոգների ցանկեր է կազմում, իսկ զավեշտ է նաև ասել, գիտեք, վարչապետի ուրեմն եւ այլն, վարչապետի հեղինակությունը կարող եմ ասել խաղաղություն էլ չի լինելու, զոհերի վրա է այդ խաղաղության ծրագիրը Նիկոլ Փաշինյանը։ Ինչ Ուկրաինայի խաղաղությունը կարող է Ղարաբաղցիների երջանկության վրա է, այսինքն այն երկիրը, որ պատերազմում է, ընդ որում մեր զոհերի հիմնական մեղավոր իրենք են, իրենք, որոնք ռուսական շահ սպասարկեցին բոլոր նախագաներով, իհարկե սա մեր չորրորդին չհաշվենք, որտեղ մեր չորրորդը չունի այդ ֆունկցիան, դա նախագահ են իմաստով ինչ-որ կան, չկա, իրենց վրա է, Ղարաբաղյան կլանի վրա է հիմնական մեղքը, եւ հայ այն գեներալիտետի, ովքեր հավատարմորեն ծառայեցին Ռուսաստանի շահերին, այստեղ մնացածը որևէ մեղք չունի, մնացածը արվեց այն ինչ-որ հնարավոր էր եւ մեր ժողովուրդը մենք ինչքան կարող էինք եւ մեր զինվորն ու սպան ինչքան կարող էին առատորեն արյուն տալով փրկվեցան Սերժ Սարգսյանի դիրքավորումը ինչպես եք բացատրում Սերժ Սարգսյանի խորամանկ է նա արև չի եկնի մեջտեղ հիմա հետո գիտի որ քացուտակ ելնել չէ դե նա տակից ինչ-որ մարդկանց խաղացնի ես այդպես եմ ենթադրում Սալյարկոտ հոչի մտնելու քաղաքականության մեջ նա այդ տեսակը չի էլի